Այսինքն այնքան մարդիկ կան, որ վերանայում են, որ այս վատ խաղաղությունա պետքա բան անել, հա, ուժով խաղաղություն բերել, այդքան մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, տենց մտածող։ Ես կարծում եմ, որ ոչ, ստեղա, որ սպառնալիքը առաջացնում։ Պարագլխի նպատակը ընդդիմության կազմաքանդումն է եւ նա դա անում է շատ կոնկրետ մեթոդներով ու միջոցներով։ Իրական ընդդիմությանը լռեցնելով, վախեցնելով, քրեական գործեր հարուցելով, կալանավորելով, աշխատանքից ազատելով, սարսափի ու վախի մթնոլորտ սերմանելով։ Այսինքն կիրառվում են այն բոլոր միջոցները, որոնք կարող են խոչընդոտել կազմակերպված ընդդիմադիր քաղաքական գործունեությանը։ Իհարկե, պարագլուխը դեռևս չի կարող հայտարարել, թե բացի ՔՊ-ից Հայաստանում որևէ այլ կուսակցություն չպետք է լինի, դա բացահայտ բոլշևիկյան մեթոդ կլիներ, բայց եթե նայենք բովանդակությանը, ոչ թե ձևին, ապա շատ բանով նա չի տարբերվում 20-30-ականների առաջին սերնդի բոլշևիկներից։ Պարզապես նույն մոտեցումները ներկայացվում են ժամանակակից եւ ավելի արդիական փաթեթավորմամբ։ Թեև ընդդիմությունն իշխանության համար գլխացավանք է, բայց մյուս կողմից պարագլխին մասամբ հաջողվում է իրականացնել իր ծրագրերը։ Մինչ օրս նա կարողացել է կյանքի կոչել իր նախաձեռնությունների զգալի մասը, կեղծարարությամբ վերարտադրվել է եւ շարունակում է նույն քաղաքականությունը։ Առջևում նա ունի նոր խնդիրներ, որոնց իրականացմանը խանգարում են ընդդիմադիր ուժերը։ Ինչ գնով է նա հասել այս ամենին։ Ինչ քաղաքական եւ հասարակական գին է վճարել դրա համար։ Ինչպիսի ներքին եւ արտաքին խնդիրների է բախվել։ Այս ամբողջ ընթացքում ընդդիմությունը թեկուզ ոչ միշտ բավարար չափով համախմբված եւ համակարգված, ամեն դեպքում կարողացել է նրա համար լուրջ խոչընդոտներ ստեղծել։ Օրինակ 2024 թվականի սահմանազատման եւ սահմանագծման կեղծ գործընթացը վարչախումբը բախվեց զգալի դիմադրության եւ տեսավ, որ չի կարող բոլոր որոշումները հեշտությամբ եւ առանց հանրային արձագանքի իրականացնել։ Նույնը վերաբերում է նաեւ վերջին ընտրություններին, որոնք անցկացվեցին աննախադեպ ճնշումների պայմաններում։ Խոսքը մարդկանց նկատմամբ գործադրված վախի մթնոլորտի, ձերբակալությունների, վարչական ճնշումների եւ այլ մեթոդների մասին է։ Այդ ամենի պայմաններում անգամ ակնհայտ դարձավ, որ հասարակության զգալի մասը համաձայն չէ վարչախմբի քաղաքականությանը։ Շատերը չեն վստահում հայտարարված կեղծ խաղաղության օրակարգին եւ չեն ընդունում առաջարկվող ծրագրերը։ Չնայած դրան, վարչախումբը, գողանալով ձայների մոտ 49%-ը, իրեն վերագրեց խորհրդարանում 3/5 մեծամասնություն, փաստացի կենտրոնացնելով պետական իշխանությունը իր ձեռքում։ ՔՊ-ին քվեարկածների թիվը ավելի քան 700,000 ձայնը փոքր թիվ չէ, սակայն պետք է հաշվի առնել ընտրություններին մասնակցության ընդհանուր պատկերը եւ այն հանգամանքը, որ այդ արդյունքները բազմաթիվ հարցեր են առաջացրել հասարակության մեջ։ Որքան էլ հայտարարեն, թե իբր ստացել են ժողովրդի լիարժեք վստահությունը, իրենք էլ հասկանում են, որ հասարակության ներսում այդ վստահությունը փխրուն ու խախուտ է։ Փաշինյանի ամենօրյա գիշերային մղձավանջը 100,000-ավոր ընդդիմադիր ընտրողներն են, եւ խոսքը միայն այն քաղաքացիների մասին չէ, որոնք քվեարկել են խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի օգտին։ Շատ ավելի մեծ շրջանակ կա, որը դժգոհ է այս վարչախմբից։ Միաժամանակ Փաշինյանը փորձում է ներկայացնել, թե իր ընդդիմախոսներն իբր պատերազմ են ցանկանում, մինչդեռ ոչ ընդդիմադիր ուժերը, ոչ էլ նրանց ընտրողները պատերազմ չեն ցանկացել։ Շատ քաղաքացիներ պարզապես չեն ընդունում վարչախմբի ուղեգիծը, ինչը բնավ չի նշանակում, թե իբր նրանք պատերազմի կողմնակից են։ Եվ եթե նույնիսկ ընդդիմության առաջնորդներին կալանավորում են, այդ մարդկանց դժգոհությունը մնում է, եւ դա իշխանության համար մեծագույն վտանգներից է։ Եթե այսօր մեկուսացվում են Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը կամ այլ ընդդիմադիր գործիչներ, դա դեռ չի նշանակում, որ հասարակության դժգոհությունն այդպիսով կվերանա։ Եթե խնդրի պատճառները չեն վերացվում, միշտ ի հայտ կգան նոր մարդիկ, նոր առաջնորդներ։ Հանրային պահանջը հնարավոր չէ վերացնել միայն անձանց մեկուսացնելով։ Կան բավականին հայտնի բռնապետներ աշխարհում։ Ես նայում եմ, թե որքան մարդ է նրանց ձերբակալել եւ հաշվեցի մոտավորապես օրական ինչքան ձերբակալություններ կատարվել։ Օրինակ համար 1 տեղը դա իհարկե Սադամ Հուսեյնն է, իր օրոք մոտավորապես 37 մարդ է ձերբակալվել ամեն օր։ Երկրորդը դա Բաշար Ասադն է, մոտավորապես 17 ձերբակալություն ամեն օր, եւ երրորդը Մուամմար Կադաֆին, որը օրական 4 մարդ է ձերբակալում։ Եթե ընդհանուր թիվը վերցնենք եւ բաժանենք, թե քանի տարի են իշխանության եղել։ Դե Մուամմար Կադաֆին 4 օրական, մենք հիմա օրական 1-ից 2 ձերբակալություն ունենք։ Այսինքն մենք կամաց մոտենում ենք այդ շեմին։ Մուամմար Կադաֆի մենք գրավում ենք 4-րդ տեղը։ Եթե օրինակ մարմնի վրա վերք կա, այն չի անհետանա պարզապես այն քողարկելով, այն պետք է բուժել, հակառակ դեպքում վաղ թե ուշ նորից կհայտնվի։ Նույնը վերաբերում է նաև քաղաքական գործընթացներին։ Խորհրդային տարիներին նույնպես իշխանությունները փորձում էին ճնշել այլախոհությունը, ազգային եւ ժողովրդավարական շարժումները, սակայն դրանք շարունակում էին գոյություն ունենալ համալսարաններում, մտավորական շրջանակներում, ընդհատակյա կազմակերպություններում։ Այսօր էլ նույն օրինաչափությունն է գործում։ Անկախ ճնշումներից հասարակության ներսում շարունակում են ձևավորվել նոր գաղափարներ,
նոր նախաձեռնություններ եւ նոր առաջնորդներ։ Հետևաբար նման քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ արդյունք ապահովել։ Վարչախմբի օրակարգում է նաև սահմանադրության փոփոխության հարցը, եւ Փաշինյանը հայտարարել է, որ այն պետք է դրվի հանրաքվեի։ Նա կփորձի գտնել դրա իրավական եւ քաղաքական ճանապարհները։ Այդ ուղղությամբ արդեն տարբեր ակնարկներ են հնչում։ Տարբերակներից մեկն այն է, որ համապատասխան փոփոխությունները նախաձեռնվեն խորհրդարանի միջոցով։ Պետք է հիշել, որ սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու ընթացակարգը կարգավորվում է նաև հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով։ Եթե վարչախումբը խորհրդարանում ունի անհրաժեշտ ձայներ, ապա կարող է փորձել փոփոխություններ կատարել նաև այդ օրենքում։ Իր համար ավելի հարմար ընթացակարգ ստեղծելու նպատակով։ Իմ կարծիքով մեր ընտրությունները ընդհանրապես նեգատիվ ռեյտինգների պայքար էր։ Ավելի շատ մարդիկ ինչ-որ բանի դեմ էին քվեարկում, քան ինչ-որ բանի օգտին, եւ երբ այդ տրամադրությամբ ու այդ մտայնությամբ են ընտրությունները տեղի ունենում, դա էլ չի կարող չանդրադառնալ հետընտրական մթնոլորտի ու տրամադրությունների վրա։ Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո ձևավորված իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում մեր 100 հազարավոր քաղաքացիների շրջանում։ Երբ քաղաքական ուժը, ստանալով ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 49%-ի աջակցությունը, բացահայտ բռնախլմամբ ձեռք է բերում մանդատների 3/5-ը, ապա տրամաբանական հարց է առաջանում, որքանով է խորհրդարանում ստեղծված իրավիճակը համապատասխանում ժողովրդի իրական ընկալումներին եւ դիրքորոշմանը։ Այդ պատճառով էլ այստեղ խոսքը բնավ միայն քաղաքական գնահատականների մասին չէ, այլ նախ եւ առաջ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների պահպանման։ Իսկ պայքարը շարունակվում է։